պաշտպաններին և պաշտպանական կողմի մյուս անդամներին դատարանը արձանագրում է, որ վարակը գտնվում է հիմնական դատալցումների փուլում, հետազոտվել են գրավորապոստների մի մասը, Վահագն Չախալյանի նկատմամբ ոչ միայն տնային կալանքի կիրառված եղել, այլ նաև համակցված բացակայելու արգելքը, որի պայմաններում իրավաչափության պայմանները չեն փոփոխվել, չեն նվազել և դատարանը գտնում է, որ անհատությանը չկապված այլ խաբկանմիջոցները տվյալ փուլում չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ օրինական վարքագիծը, հետևաբար վերջինիս տնային կալանքի ժամկետը երկարաձգվի 1 ամիս ժամկետով մինչև սեպտեմբերի 4-ը համակցված կիրառված ուրեմն կարգադրիչները դալիճում կարգ ու կանոն պահպանեք, եթե կշարունակվի այդպես, ուրեմն դատական նիստերի դալիճից կհեռացնեք կարգազանց անձանց, իսկ եթե դրանից բացի նորից կշարունակվի, նիստը դռնփակ կարգով կարելի։ Համակցված ձեր մասին չի խոսքը։ Համակցված կիրառված ներողություն բացակայելու արգելքը կմնա անփոփոխ, սահմանափակումները, որոնք որ առկա են, կմնան անփոփոխ, բացառությամբ այն դեպքերի, որոնք որ մեղադրյալը շփում կունենա իր բնակության հասցեում հարազատների, միաձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ, բնականաբար այդ սահմանափակումները, որոնք որ նախորդի դատարանի կողմից կիրառված են եղել, չի վերաբերվելու շտապ բժշկական օգնության, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ուղարկված փոստային առաքամիներին, ինչպես նաև վերահսկողություն իրականացնում մարմնի կապ հաստատելու դեպքերի վրա։ Իսկ այդպիսի խախտումներ եթե լինի, բնականաբար վարակը իրականացնող մարմինը պետք է տեղեկացնեն, տնային կալանքի մասով հասցեն անփոփոխ է, ուրեմն Կոտայքի մարզ Քասախ գյուղ Հարությունյան փողոց 8/1 հասցեն, պրոբացիայի ծառայության համապատասխան ստորը բաժանման վրա է դրվելու, հսկողությունը ես որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող եք ստանալու պայս 10 օրյա ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան։ Այսինքն մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ 1 ամսով կերկարաձգվի ժամկետը։ Որոշման հետ կապված, չէ, որոշման հետ կապված